Գագիկ Ծառուկյանի փեսան ձերբակալվեց։ Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ներխուժեցին Արգամ Աբրահամյանի առանձնատուն և ձերբակալեցին նրան։ Հատուկ ջոկատայիններից մեկը ծունկը դրեց Արգամ Աբրահամյանի գլխին և մյուսը ձեռնաշղթաները հագցրեց Արգամ Աբրահամյանի ձեռքերին։ Մեկ ամիս առաջ, հուլիսի 6-ին, գրեթե նույն կերպ ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը ձերբակալեց Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի քննիչ, երբ որ դուք որոշում էիք կայացնում ձերբակալել Գագիկ Ծառուկյանի փեսային, Հովիկ Աբրահամյանի որդուն, ի՞նչն էր ձեզ խանգարում հրավիրել հարցաքննության, ներկայացնել կասկածանքը, մեղադրանքը և ձերբակալել։ Ի՞նչն էր ձեզ խանգարում։ Ինչ հիմքով եք պատվիրել հատուկ ջոկատ, ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատ։ Անդրանիկ Սիմոնյան, հարգելի Անդրանիկ Սիմոնյան, դուք սպա եք, երբ որ դուք երդում եք տվել ծառայել, դուք այդ երդումը չեք փոխել։ Ինձ հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյան, դուք Անդրանիկ Սիմոնյանին գեներալի կոչում տվել եք, թե մինչ հիմա Անդրանիկ Սիմոնյանը գնդապետ է։ Նիկոլ Փաշինյան, Անդրանիկ Սիմոնյանը քանի հոգի պետք է պառկեցնի գետնին, որ նրան գեներալի կոչում շնորհեք։ Արմեն Աբազյանը հրաժարվեց Սամվել Կարապետյանին կոպիտ ձերբակալել։ Եվ դուք ինչ ասացիք։ Ասացիք Արմեն Աբազյանը ըստ երևույթին հոգնել է, այս համատեքստում բառացի չեմ հիշում, և պետք է հանգստանա, նա երևի հանգստի կարիք ունի Արմեն Աբազյանը, և նշանակեցիք ազգային անվտանգության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Անդրանիկ Սիմոնյան, ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը պետք է ծառայի ազգային անվտանգությանը, ուղիղ սպառնալիքներին։ Եթե ինչ-որ տեղ ահաբեկիչները մարդ են պատանդվերցրել կամ ինչ-որ կարևորագույն ռազմավարական օբյեկտներ են ներխուժել կամ այլ վտանգներ սահմանին կամ որևէ այլ տեղ, կամ ինչ-որ հատուկ գործողություններ, սպանության մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանին ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը ձերբակալում է։ Էդ մենք շատ ազատ, պարապ հատուկ ջոկատայիններ ունենք, Անդրանիկ Սիմոնյան, որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, հարազատներին ու բարեկամներին պետք է ձերբակալի անպայման ազգային անվտանգության հատուկ ջոկատը։ Ես չեմ հասկանում, ինչ ազգային անվտանգության հարց կար Գագիկ Ծառուկյանի փեսային ձերբակալելու մեջ։ Չեմ հասկանում, բացատրեք, ես ներողություն խնդրեմ։ Հարգելի քննիչ, հարգելի քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյան, եթե չեմ սխալվում, ամենայն հարգանքով ձեր ծառայությանը, այդ հրապարակումը, այդ ներկայացումը, որ Արգամ Աբրահամյանը
կազմակերպել է այդ մարդու սպանությունը եւ այլն կնոջը կասկածելով հարաբերությունների մեջ այդ մարդու դուք այդ մարդու այդ սպանված մարդու դեմքը տեսաք դուք տեսել եք Արգամ Աբրահամյանի կնոջը ծիծաղելի չէ ձեզ համար որ այդ երիտասարդ կինը կարող է որևէ կապ ունենալ այդ մարդու հետ ամենայն հարգանքով այդ մարդուն բայց կան չափանիշներ չէ խնամված երիտասարդ կինը որը Գագիկ Ծառուկյանի աղջիկն է եւ Հովիկ Աբրահամյանի հարսն է ծիծաղելի չէ որ տարեց իրենից չգիտեմ 15-20-25 տարեկան տղամարդու հետ այն էլ քրիստոնեական ինչ որ համայնքի առաջնորդի հետ սա ծիծաղելի է նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանն է արձագանքել այն պաշտպանը որը լուր էր երբ Բագրատ Սրբազանի վրա գործ էին կարում երբ մոնտաժված ձայնագրություններ էին հրապարակում երբ ձերբակալում էին դատում էին Միքայել Սրբազանին լուր էր մարդու իրավունքների պաշտպանը եւ Սամվել Կարապետյանին մինչեւ հիմա պահում են կալանքի տակ միայն նրա համար որ Սամվել Կարապետյանը ասել է մենք եկեղեցուն աջակցելու ենք մեր ձևով այդ մարդու իրավունքների այդ պաշտպանը ամենայն հարգանքով անձին այդ պաշտպանը Անահիտ Մանասյան եթե չեմ սխալվում արձագանքել է եւ անթույլատրելի է համարել այսպիսի հայտարարությունները լավ ով է սրա պատասխանատուն հարգելիներս Նիկոլ Փաշինյան դուք հաղթել եք չակերտավոր թե առանց չակերտների նորից ստանձնել եք Հայաստանի կառավարումը դուք օրինակ եք վերցնում Իլհամ Ալիևից նա ձեզ հաղթել է ցավոք սրտի մեզ հաղթել է եւ ճունի հաղթողի կեցվածք իրեն պահում է շատ էժան ձևով դուք նույնպես նրանից եք օրինակ վերցնում բավարար չէ որ Գագիկ Ծառուկյանի քվեները շատ կասկածելի ձևով չեղարկվեցին նրան շատ կասկածելի մեղադրանքով ձերբակալեցին, պարկեցին, հատակին, կալանավորեցին շատ կասկածելի ձևով փակեցին նրա բոլոր բիզնեսները հիմա էլ անցակ նրա ընտանիքի անդամներին Նիկոլ Փաշինյան ամոթ չէ Նիկոլ Փաշինյան ես չեմ խոսում այդ սպանության կազմակերպման մեղադրանքների մասին բայց ամեն ինչ պետք է լինի պատշաճ օրենքին համապատասխան օրենքին համահունչ Անդրանիկ Սիմոնյան եթե ձեզ Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում է տվել եւ դուք լռում եք ասեք գոնե մենք հասկանանք ինչի համար եք դուք կաշվից դուրս գալիս Քննչական կոմիտեի նախագահ լավ չափ ու սահման չունեք դուք ձեր գործառույթներում մասնագիտական գործառույթներում լավ ինչ ասի Նիկոլ Փաշինյանը ինչ հրահանգի պետք է կատարեք հայկական ընտանիքի նկատմամբ հարգանք ձեր ծառայությունները ընդհանրապես չունեն ամոթ է ընկերներ ամոթ է